Բարև ձեզ, շարունակելով մեր քննարկումները, այսօր հյուրընկալել ենք Արդար խոսք կուսակցության փոխնախագահ Աբդուլ Ղալաջյանին։ Բարև ձեզ, պարոն Ղալաջյան։ Բարև ձեզ, Լուսինե ջան։ Առաջին հարցը, որ կուզենայի քննարկենք, ինչ կասեք Իսրայելի և Իրանի միջև ծագած հակամարտության մասին։ Շատ բարի, ուրեմն ասեմ Լուսինե ջան, որ այդ պատերազմը հանկարծակի չստեղծվեց, բոլորս էլ պատրաստ էինք, սպասում էինք, քանի որ կար լարված իրավիճակ, պետք էր պատերազմներ լիներ, սպասելի լիներ, բայց ցավոք եղավ այդ պատերազմը, մենք դատապարտում ենք ագրեսիան Իսրայելի կողմից, մենք պատերազմ տեսած ժողովուրդ ենք, պետություն ենք և գիտենք դրա վատ հետևանքները, որ ոչ մի լավ բանի ժողովրդի համար չի բերում պատերազմները։ Ես օրինակ հիշեցի մեր թշնամի պետության նախագահ Ալիևի հայտարարությունը, որ Արցախյան պատերազմից հետո հայտարարեց Մինսկի խմբին, որ ձեր դիվանագիտությունը ոչինչի պետք չէր, պատերազմներն են հարցերը լուծում, դա պատահական խոսքեր չէր, և եթե ժամանակին դատապարտվեր գերտերությունների միջազգային ատյաններում նման հայտարարությունը, չէր լինի ոչ մի երկրում պատերազմ։ Բայց քանի որ դատապարտվեց, այլ ընդունել ողջունվեց, ես կասեի, ողջունվեց նման միտքը, տեղի են ունենում պատերազմներ, ագրեսիաներ։ Շատ մտահոգիչ է, մեր Արդար խոսք կուսակցության համար շատ մտահոգիչ է այդ պատերազմը, որովհետև դա վերածվելու է, եթե ոչ համաշխարհային պատերազմի, որ չի էլ բացառվում, գոնե տարածաշրջանային շատ մեծ պատերազմի սպասվող երևույթ է դառնալու, որը որ մեր սահմաններին մոտիկ է, չի կարող չանդրադառնալ մեր երկրի համար։ Այսինքն ամեն դեպքում կավետան, որ դա կանդրադառնա նաև կանդրադառնա, եթե մեր իշխանությունները, մեր դիվանագիտությունը խորագիտորեն մոտիկանան հարցերին և ունենան գոնե լավ դիվանագիտություն ձեռք բերեն, հնարավոր է խուսափեն մեծ կորուստներից, վնասներից խուսափել անհնար է դառնալու, բայց գոնե մինիմալ կորուստներով դուրս գանք այս պատերազմներից։ Լավ, պարոն Ղալաջյան, ինչ կարծիք ունեք ներկայիս եկեղեցի վարչապետ հակամարտության մասին և դրա ազդեցության մասին մեր երկրի և հասարակության վրա։ Շատ բարի, անդրադառնամ նաև այդ հարցին։ Ուրեմն ես վարչապետի ասածը լուրջ չեմ ընդունում, իհարկե մտահոգում եմ, շատ է մտահոգում, որովհետև հայ առաքելական եկեղեցին 1700 տարի եղել է հայ ժողովրդի ինքնության գործոնը։ Մենք պարտական ենք հայ մնալուն, հայ առաքելական եկեղեցին, քանի որ մենք չենք ունեցել պետականություն 1000 տարի, հայ առաքելական եկեղեցին վերցրել է իր ձեռքը պետության դերը։ Դրանով մենք հայ ազգը չի ասիմիլացվել, պահպանվել է, դիվանագիտությամբ զբաղվել են հոգևորականները և փառք Աստծո հասել ենք մինչև օրերս։ Իսկ այդ ժամանակ շատ ազգեր կորցրել են իրենց ինքնությունը։ Մենք պարտական ենք հայ առաքելական եկեղեցուն այսօրվա պետություն ունենալու և ազգ որպես գոյատևելու համար։ Իսկ հարձակումը հայ առաքելական եկեղեցուն, դա կասեի մեր ամենամեծ թշնամիների ձեռքի գործն է։ Ես կարամ մեջ բերեմ նույնիսկ Սուլթան Համիդի խոսքերը, որ արտահայտվել է, կարաք անեք ամեն ինչ, բացի հայ առաքելական եկեղեցուն կպնելուց, կարող եք բարձրացնել հարկերը, կարող եք դատապարտել, բանտարկել, բայց չկպնել հայ առաքելական, որովհետև հայ ժողովուրդը հավատքով ժողովուրդ է, ամեն ինչ կհանդուրժի, բացի եկեղեցուն կպնելուց։ Իսկ ինչ վերաբերվում է վարչապետյան խոսքերին, որ վեհափառը երեխա ունի, չգիտեմ, մի քանի կանանցից կամ մեկից, դա քննարկման առարկա չէ, Լուսինե ջան։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և ինձ պատվիրված է եկեղեցու Աստվածաշնչի կողմից, որ հոգևոր դասի վարքին չպետք է հետևեմ։ Ես պետք է հարգեմ որպես հոգևոր առաջնորդի։ Ինքը ինչ կյանքով ապրում, դա ինձ հուզող հարց պետք է չլինի։ Նշված է Աստվածաշնչում, որ հոգևորականի դատը դուք իրավունք չունեք անելու, մի մեծամտածեք, դարձրեք ձեզ Հիսուս, քանի որ հոգևորականի դատը անելու է Աստված։ Ես ինձ Աստծո տեղ չեմ դնի դատապարտել։ Դա իր մեղքը կլինի, թե արդարությունը կլինի, Աստված դատավոր։ Ինձ մնում է հետևել եկեղեցուն և
չշեղվե։ Լավ, Եվ կհորդորեմ մյուսներին էլ քաոսի չվերածեն նման խնդիրը։ Դուք ձեր հավատքին մնացեք, ժողովուրդ ջան, մնացածը Աստծո գործերը։ Իսկ ըստ ձեզ այս հակամարտությունը ավելի շատ ուղղված է նրան, որպեսզի եկեղեցու դերը փոքրանա հասարակության աչքում, թե որպեսզի եկեղեցու ուժը ճնշվի։ Իմ կարծիքով, որ ճնշվի եկեղեցու ուժը։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Ղալաչյան, հուսով եմ կհանդիպեք հետագա։ Ես էլ եմ շնորհակալ հյուր ընդունելու համար, միշտ ցանկալի կլինի իմ համար քննարկել հարցերը, նմանատիպ հարցերը։ Լավ, մինչ հանդիպում։ Մինչ հանդիպում, Լուսինե ջան։